Ադրբեջանագետ Տաթև Հարապետյանը վերլուծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ, դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար։ Փորձագետի համոզմամբ դա է պատճառը, որ Բայրամովի եւ Ալիևի վերջին հայտարարություններից հետո Փաշինյանը հետ վերադարձավ անկլավների թեմային։ Իսկ քարտեզին նայելով դժվար չէ հասկանալ, թե դրանց հանձնումը ինչ է նշանակում Հայաստանի համար։ Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է քարտ բլանշ խաղաղության քաղաքականություն վարելու համար եւ ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաեւ պարտավոր է օգտագործել սա աշխատանքը արագացնելու համար։ Աշխատանքը չի ավարտվում միայն հայտարարություններ անելով։ Այս իբրև խաղաղության դարաշրջանում ադրբեջանական դպրոցներում հայերի նկատմամբ պատերության քարոզը շարունակվում է։ Մասնավորապես ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը դպրոցներից մեկում անցկացված միջոցառման կադրեր է հրապարակել եւ գրել X-ի իր միկրոբլոգում։ Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում, ահա թե ինչպես են լվանում պատանիների ուղեղները։ Դպրոցը դարձել է քարոզչության վայր, այլ ոչ թե կրթության։ Աշակերտները դերային խաղում են, թե ինչպես են բռնում մի հայի եւ ստիպում նրան ասել. Ղարաբաղն Ադրբեջան է, ինչպիսի ամոթ կրթության համար։ Մեկ այլ գրառմամբ լրագրողը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես զոհ, մեղադրելով Հայաստանին միաժամանակ այդպիսով արդարացնելով երկրում բռնաճնշումներն ու անարդարությունը։ Ըստ Ահմեդովի անթիվ ընտանիքներ են դուժել ոստիկանության բռնության եւ կոռուպցիայի պատճառով եւ նրանք պնդում են՝ մի մեղադրեք ինձ գողության համար, մեղադրեք հայերին։ Ահմեդովն ընդգծում է, որ եթե Ադրբեջանում հայատյացությունը նահանջի, կառավարությունը կկորցնի իր հիմնական քարոզչական գործիքը։ Այդ նարատիվը հանրային զայրույթը վերաուղղում է դեպի դուրս, թույլ տալով կոռուպցիային եւ ավտորիտարիզմին աննկատ գործել։ Կառավարության ատելությունը չի սկսվել հաղթանակի այգուց։ Դա պարզ էր ավելի վաղ, երբ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային եւ նրան հերոսի պես ընդունեցին։ Այգին նույն տրամաբանությամբ է մահացածների սաղավարտներով եւ երեխաների համար ռասիստական մանեկեններով։ Սա անմարդկայնացում է։ Միևնույն ժամանակ շարունակվում է նաև արևմտյան ադրբեջանցիների իրենց իբրև պատմական հողեր վերադարձի համար թեման եւ դրա իբրև միջազգային իրավունքով հիմքի մասին։ Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ Ազիզ Ալեգբերլիի խոսքով հիմնական նպատակը մարդկանց իրենց հողեր խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ապահովումն է։ Այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը մշտական ուշադրության կենտրոնում է։ Մենք մեր փաստաթղթերում հատուկ ընդգծել ենք, որ համայնքը հարգում է միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Միջազգային հանրությանը հայտնի է դարձել, որ մեր հայրենակիցների նկատմամբ հայերի կողմից կատարված հանցագործությունները հատել են բոլոր սահմանները։ Ցավոք, Հայաստանը ոչ միայն հրաժարվում է պատասխանատվություն կրել իր բոլոր հանցագործությունների համար, այլև մերժում է իրենց նախնիների հողերից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Ադրբեջանի նյութական եւ մշակութային ժառանգությունը ոչնչացվել է հայերի կողմից։ Մենք այս հարցը ներկայացրել ենք բոլոր համապատասխան մարմիններին, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Համայնքի անընդհատ կոչերին չնայած Հայաստանը դրական արձագանք չի տվել այս հարցին։ Նա նշել է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո հայ հասարակությունը, քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները սկսել են կեղծ տեղեկություններ տարածել, թե Բաքուն հրաժարվել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարից։ Ալեգբերլիի համոզմամբ հայերը նույնիսկ պնդում էին, որ արևմտյան Ադրբեջանի համայնքը կդադարեցնի իր գործունեությունը եւ այս ուղղությամբ բոլոր աշխատանքները կդադարեցվեն։ Սակայն Ադրբեջանի նախագահի ելույթը Գիտությունների ազգային ակադեմիայում հակառակն է վկայում։ Այսպիսով հայերը չեն հասնի իրենց ցանկալի, ամփոփվում է Ալեգբերլին։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Կարամյան, TV News։